Հարթիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, պաշտամունքի են սկզբից մինչև այս պահը իմ կարծիքով Աստված ուզում է իրան բացի մեզի, ուզում է ճանաչեցնի եւ ինչպես է դա լինում Մատթեոս 11:27-ում գրված է Մատթեոս 11:27 ոչ ոք չի ճանաչում որդուն, բայց միայն հորը, հայրը եւ ոչ ոք չի ճանաչում հորը, բայց միայն որդին եւ ում որ որդին կամենա հայտնել։ Եթե այստեղ ենք, նշանակਵਾ որդին կամենում է մեզ հայտնել հորը, փառք Տիրոջը։ Եվ ինչպես է դա հայտնում, եղբայրները ահագին այդ մասին խոսացին, ես ուզում եմ շարունակել այդ նյութը։ Ուրեմն Ղուկաս ավետարան 9-րդ գլխի 51 խոսքից եմ ուզում ընթերցել։ Ղուկաս ավետարան 9:51-ից։ Եվ եղավ, երբ որ նրա վերանալու օրերը կատարվում էին, նա իր երեսը հաստատեց, որ գնա Երուսաղեմ, եւ իր երեսի առաջին պատգամավորները ուղարկեց եւ գնացին սամարացիների մի գյուղը մտան, որ նրա համար տեղ բան պատրաստեն, բայց նրանք չընդունեցին նրան, որ նրա երեսը ուղղված էր Երուսաղեմ գնալու։ Երբ որ նրա աշակերտները Հակոբոսը եւ Հովհաննեսը տեսան, ասեցին. Տեր, կամենում ես ասենք, կրակ իջնե երկնքիցը եւ նրանց սատկեցնե, ինչպես եղան էլ արավ։ Նա էլ դարձավ, ասեց նրանց եւ ասեց. Դուք չգիտեք, թե որ հոգու եք դուք, որտեղ մարդի որդին չեկավ մարդկանց հոգիները կորցնցնելու, այլ ապրեցնելու եւ գնացին ուրիշ գյուղ։ Տեր Հիսուսի երեսը ուղղված էր Երուսաղեմ գնալու, պետք է սամարացիների մի գյուղով անցներ, աշակերտներին ուղարկեց, որ այնտեղ տեղ պատրաստեն, բայց սամարացիները չընդունեցին եւ այդ աշակերտները զայրացան, այնքան իրանց բարկության ցասում այնքան էր, որ իրանք Տեր Հիսուսին ասին դու մենակ համաձայնվի, դու մենակ թույլ տուր, ինչպես եղան 5 տակարանում կրակեր իջեցնում երկնքից եւ Ոգոզիայի ուղարկած այն 50 մարդկանց սպառում էր, ասում եմ մենք էլ քիչեցնենք, դրանց կսատկացնենք։ Սիրելի եղբայրներ, քույրեր, սատկացնելը դա ասենք անաստունին է վերաբերում, մարդուն չի վերաբերում, մարդուն լավագույն դեպքում վառենք, սպառենք, սպանենք, բայց դա իրանց ցասումն էր, իրանց այդ զայրույթի գագաթնակետներ, որ այդպես էին արտահայտում, ու Տեր Հիսուսը իրանց սաստեց, ասեց. Դուք չգիտեք, որ հոգու եք, մարդի որդին չի եկել հոգիները կորցնցնելու, այլ եկել է ապրեցնելու։ Սա ինչ է նշանակում, սիրելի եղբայրներ, քույրեր, որ լինել այն վայրում, որտեղ Տեր Հիսուսն է, դա դեռ չի նշանակում իր նման լինել, իր հոգին ունենալ, այլ պետք է Տերը մեր մեջ լինի, մեր հոգին մեկացած լինի իր հետ, որ իր նման լինենք, իր հոգու նման լինենք, որ ոչ թե մեր մտածմունքը լինի մարդկանց ոչնչացնել, ասենք սպառել, այլ կարողանալ ինչ անել, կարողանալ ապրեցնել դրանց։ Եվ դրա համար Տեր Հիսուսը Հովանու 6:40-ում ասում է հոր կամքը, թե ինչի համար էր հայրը որդուն ուղարկել աշխարհ։ Եվ սա է ինձ ուղարկողի կամքը, որ ամեն ով որ տեսնե որդուն եւ հավատա նրան, հավիտենական կյանք ունենա եւ ես հետին օրում կհարուցանեմ նրան։ Ով որ տեսնե որդուն եւ հավատա նրան, կյանք ունենա եւ ես հետին օրում կհարուցանեմ նրան։ Ինչ է նշանակում տեսնել որդուն, տեսնել որդու մեջ եղած կյանքը։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ժամանակի առումով ես այդ մանրամասը տեղերը չեմ ուզում ասել։ Տեր Հիսուսը Գողգոթայի խաչի վրա մի բան արտասանեց, որ մարդկային մտքին անասանելի է։ Երբ որ իրան խաչում էին, Տեր Հիսուսը ասեց Ղուկաս ավետարան 23:34 խոսքում, Ղուկաս 23:34, եւ Հիսուսը ասեց. Հայր, թողիր դրանց, որտեղ չգիտեն թե ինչ են անում, եւ նրանց հանդերձները բաժանելիս վիճակ գցեցին։ Իրան խաչողների համար Տեր Հիսուսը աղոթում է. Հայր, թողիր դրանց, որտեղ դրանք չեն հասկանում ինչ են անում։ Սիրելի եղբայրներ, քույրեր, սա մարդկային բնությանը հակառակ բան է։ Մարդկային բնությանը ինչ է հետևում, աշկի տեղ աշկ, ատամի տեղ ատամ, ձեռքի տեղ ձեռք, բայց սա մի երկնային որակ էր, երկնային կյանքի որակ էր, ներման որակ էր, որ արտահայտվեց Տեր Հիսուսի մեջ, սա հենց այդ կյանքն էր, որ երկնքից էր իջել եւ խոսում էր Գողգոթայի խաչի վրայից, որ մարդկանց համար զարմանալի էր, որ
մարդու բնությանը հակառակ էր։ Եվ հենց այս որ ասում որ որդուն տեսնե եւ հավատա, հարյուրապետը տեսավ, որ հարյուրապետ տալ էր որ խաչեն, հարյուրապետը տեսավ եւ ասեց իրավի որ սա Աստծո որդի էր, սիրելի եղբայրներ քույրեր։ Հիշում եք Ստեփանոս վկային, երբ որ քարկոծում էին, Ստեփանոս վկայի ներսից այս նույն աղոթքը բարձրացավ իր քարկոծողների համար, հայր դա դրանց մի համարիր, որտեղ չգիտեն թե ինչ են անում։ Եվ այդտեղ էլ որդուն տեսան Ստեփանոսի մեջ եւ ինչպես շատ աստվածաբանների կարծիքով Սողոսը, որ հետո դարձավ Պողոս առաքյալ, իր ապաշխարությունը տեղից սկսել։ Սողոսը տեսավ Ստեփանոսի միջի այդ կյանքը, որ քարկոծողներին ոչ թե անիծում է, քարկոծողներին ոչ թե ասում է կրակիչեցնենք, սատկեցնենք, այլ այդ քարկոծողների համար ինքը ինչ անում, աղոթում է, խնդրում է, որ Աստված մեղք չհամարի, խնդրում է, որ Աստված ների իրանց, սիրելի եղբայրներ քույրեր, եւ դրա համար Աստված թող օգնական լինի, Աստված թող օրհնի, այսօր էլ մեր հերթն է, որ որդուն մեր մեջ տեսնեն եւ հավատան, որ կա Աստված երկրի վրա, Աստված իր ժողովրդի մեջ է եւ ավետարանի հրճակումը, կյանքի հրճակումը, երկնքից իջած այդ կյանքը կա եւ մարդկանց որդիների մեջ է եւ այդ կյանքը տեսնելով իրանք էլ ապաշխարեն։ Եվ դա ինչ ձևը հնարավոր նորից եմ հիշեցնում, լինել են վայրում, որտեղ Հիսուս Քրիստոսն է, դա դեռ քիչ է, պետք է Հիսուսի հետ մեր հոգին մեկանա, պետք է ընդունենք նրան որպես մեր անձնական Տերը եւ Փրկիչը, ինքը կանգնած մեր սրտի դուռը թակում է, որ մենք դուռը բանանք եւ ինքը մտնի մեր մեջ, երբ որ ինքը մտնի մեր մեջ, ինչպես առաջի Կորինթացիս 6:17-ում ասում, եթե մեկը Տիրոջն է հարում նրա հետ մեկ հոգի է, երբ որ մեր հոգին մեկանա իր հոգու հետ, մենք արդեն աշակերտների նման չենք վարվի, չենք ասի թող ինչ վատ բան կա իր գլխին կա, այլ մենք էլ Տեր Հիսուսի նման այդ կյանքի արտահայտումը կերևա, որ հայր դա նրանց մի համարիր, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Տերը թող օգնական լինի։ Տերը, ինչպես է սկզբից ասի, ուզում է ճանաչեցնի մեզ իրան։ Ինչ է նշանակում ճանաչել։ Գագիկ եղբայրը բացատրեց այդ ճանաչել բառի իմաստը, ուրեմն Հովանու 10:17-3-ում Տեր Հիսուսի քահանապետական աղոթքի մեջ ինքը սևա աղոթում, ուրեմն եւ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ, միակ ճշմարիտ Աստված եւ նրան, որին ուղարկեցիր, Հիսուս Քրիստոսին։ Այստեղ ճանաչել բառը բնագրում ի նկատի ունի մեկանալ, գիտենալ, որ սա է հավիտենական կյանքը, որ իմ հոգին մեկանա նրա հետ, որտեղ ինքն է հավիտենական կյանքը, երբ որ իմ հոգին մեկանում է նրա հետ, ես էլ եմ ունենում հավիտենական կյանք, թող իր անունը բարձրանա, իր անունը փառավորվի, Տերը ուզում է այսօր ինքը բացվի յուրաքանչյուրից, ուզում է ճանաչեցնի, ուզում է այդ երկնքից իջած կյանքը, ինչպես ես ընթերցեցի, եւ սա է ինձ ուղարկողի կամքը, որ ամեն ով որ որդուն տեսնե եւ հավատա, հավիտենական կյանք ունենա եւ այս էդի նորմը հարուցանեմ նրան։ Տերը թող օրհնի, Աստծո ողորմությունը լինի, մեր սրտերը փակ չմնա Աստծո առաջ, մեր սրտերը փակ չմնա Տեր Հիսուսի հայտնության առաջ, որ ինքը ուզում է այսօր ճանաչեցնի հորը, որովհետեւ Արարչագործության սկզբում Աստված հանդես էր գալիս որպես ամենակարող Աստված։ Մովսեսի ժամանակ իր Եհովա անունով էր հանդես գալիս, բայց նոր կտակարանում որդու հայտնությունը նաև հոր հայտնությունն էր։ Դրա համար, երբ որ Տեր Հիսուս աշակերտներին աղոթք անել է սովորեցնում, ասում է, այսպես աղոթք արեք. մեր հայր, որ երկնքում ես, հայր մեր, որ երկնքում ես, արդեն Աստծուն ներկայացնում է որպես մեր հայրը։ Տերը թող օրհնի, Աստծո օրհնությունը լինի, որ մենք իմանանք Տեր Հիսուսի բնությունը, հայր Աստծո բնությունը, որ ինքը չի եկել մեղավորին կորցնելու, այլ եկել է ապրեցնելու։ Ինչպես այդ ծև փնտրեց Երիքովի մեջ մի անձնավորություն կար, որ մարդկանց կեղեքել էր, խոշտանգել էր, մարդկանց գումարները հավաքել էր, կողոպտել էր Զաքեոս անունով։ Ինքը եկավ, մտավ Զաքեոսի տունը եւ իրան փրկեց, որտեւ ասեց, սա էլ է Աբրահամի որդին, որտեւ մարդի որդին եկավ, որ որոնե եւ ապրեցնե կորածը։ Այսօր ինքը այս սրահի մեջ է, որոնում է, որ ապրեցնե բոլոր նրանց, ովքեր դերքորցված են։ Տերը թող օրհնի, մեր սրտերը բաց լինի իր առջև, իր սիրո
ձայնին, իր սիրո կանչին, ինքը կանչում է, ինքը մեր սրտի դուռը թակում է, Տերը թող օգնի, որ այսօր ինքը հայտնվի մեզ, այսօր ինքը բացվի մեզ, այսօր մենք իրան ճանաչենք այնպես, ինչպես որ ինքը կա, եւ իր անունը բարձրացնենք ու փառավորենք հավիտյան ամեն։